Մայքլ Ֆարադեյը ծնվել է 1791 թվականին։ Անգլիացի գիտնական էր, որը մեծ ներդրում ունեցավ ֆիզիկայի և քիմիայի մեջ։ Նա հայտնի էր իր փորձերով էլեկտրամագնիսության և էլեկտրաքիմիայի ոլորտում։ Ֆարադեյը բացահայտեց էլեկտրամագնիսական ինդուկցիան, որի շնորհիվ ստեղծվեց էլեկտրական գեներատորը։ Նա ցույց տվեց, որ մագնիսական դաշտը կարող է առաջացնել էլեկտրական հոսանք։ Նա նաև հայտնաբերեց էլեկտրոլիզի օրենքը, որոնք բացատրում են, թե ինչպես է հոսանքը քայքայում կամ ձևափոխում նյութերը։ Չնայած նրան, որ չուներ բարձրագույն կրթություն, նա համարվում էր աշխարհի ամենահայտնի ֆիզիկոսներից մեկը։ Նա մահացել է 1867 թվականին։ Ֆարադեյի վանդակը սարք է, որը պաշտպանում է ներսում գտնվող տարածքը էլեկտրական դաշտերից։ Այն պատրաստվում է մետաղական ցանցից կամ փակ մետաղական պատյանից։ Երբ արտաքնից էլեկտրական հոսանքը կամ ալիք է ընկնում վանդակի վրա, այն տարածվում է մետաղի մակերեսով և չի անցնում ներս։ Ներսում գտնվող մարդը կամ սարքը ապահով է էլեկտրական ազդեցությունից։ Օրինակ, քաղաքներում մեքենաներն ու ինքնաթիռները գործում են որպես Ֆարադեյի վանդակ, պաշտպանելով մարդկանց կայծակից։ Նույն սկզբունքն է օգտագործվում հեռախոսների կամ համակարգիչների էկրանավորման մեջ արտաքին ազդակներից պաշտպանվելու համար։